ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի եւ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղիր Ղալիբաֆի գլխավորած պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին փուլն ավարտվել է։ Reuters-ի փոխանցմամբ հայտնել են միջնորդները։ Միջնորդ երկրների Կատարի եւ Պակիստանի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության են եկել 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնագրի հասնելու ճանապարհային քարտեզի շուրջ։ Ըստ Կատարի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության տեխնիկական բանակցությունները կշարունակվեն ողջ շաբաթ Շվեյցարիայի Բուրգենշտոկ լեռնային հանգստավայրում։ ԱՄՆ բանակցային թիմը գլխավորել են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան Ջարեդ Քուշները։ Թեհրանի պատվիրակությունը գլխավորել են խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղիր Ղալիբաֆը եւ արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Հայտարարության համաձայն կողմերը համաձայնության են եկել Լիբանանում մարտական գործողությունները դադարեցնելու մեխանիզմի շուրջ, ինչպես նաեւ հաղորդակցության ուղի են հաստատել վիճելի Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցումն ապահովելու նպատակով։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին սոցցանցի իր էջում հայտարարել է, որ բանակցությունների արդյունքում իրանական նավթաքիմիական ապրանքատեսակների արտահանման դեմ որոշ պատժամիջոցներ դադարեցվում են։ Սառեցված ակտիվների մի մասը ազատում մեկնարկում է նաև Իրանի վերակառուցման եւ զարգացման ծրագիրը։ Սպիտակ տնից չեն մեկնաբանել բանակցություններն այս պահի համար ավարտված են թե ոչ։ Բանակցությունների մեկնարկից անմիջապես առաջ Fox News-ը հաղորդեց, որ նախագահ Թրամփը իրանցի պաշտոնյաներին զգուշացրել է, եթե կրկին Հորմուզը փակեն, նրանք երկիր չեն ունենա։ Նա վերահաստատել է ավելի վաղ առասպնդումը, թե Վաշինգտոնն ինքը կարող է վերահսկողություն սահմանել նեղուցի նկատմամբ եւ հնարավոր է տուրքեր գանձի։ Իրանական Թասնիմ կիսապաշտոնական լրատվական գործակալությունը հղում անելով իրազեկ աղբյուրին հայտնել է, որ Թրամփի սպառնալից հայտարարություններից հետո իրանական պատվիրակությունը հրաժարվել է վերադառնալ բանակցությունների սրահ, թեև ուղերձների փոխանակումը շարունակվել է պակիստանցի եւ կատարցի միջնորդների միջոցով։ Ըստ Թասնիմի աղբյուրի իրանցիները նշել են, որ միջուկային հարցերի շուրջ բանակցությունների մեկնարկը պահանջում է փոխըմբռնման հուշագրի մյուս մասերի իրականացում, այդ թվում սառեցված ակտիվների ազատումն ԱՄՆ կողմից իրանական նավթի արտահանման թույլտվություն տվող արտոնություններ։ Իրանցիները չեն հեռացել եւ դեռ այստեղ են հանդիպումներ ու բանակցություններ անցկացնելով մինչև ուշ գիշեր։ Reuters-ին հայտնել է բանակցություններում ներգրաված ամերիկացի դիվանագետը։ Իթիվս այլ թեմաների մենք քննարկել ենք նեղուցի, Լիբանանի միջուկային խնդիրների եւ փոխըմբռնման հուշագրի իրականացման մանրամասները։ Խոսելով մամուլի ներկայացուցիչների հետ, փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ առաջընթաց է գրանցվել Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ։ Այս հարցերը միշտ էլ մի փոքր խառնաշփոթ են լինում, ասել է նա։ Մինչ Թրամփը սպառնում էր Իրանին, Վենսը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ նախագահի խնդրանքն էր նորեջ բացել եւ վերափոխել մեր հարաբերությունները Իրանի ժողովրդի հետ։ ԱՄՆ դիվանագետը Կիրակի ուշ երեկոյան նշել է, որ քննարկումները ներառել են Իրանի կողմից նեղուցի վերաբերյալ որոշ շփոթեցնող հաղորդագրությունների պարզաբանումը եւ հակամարտությունների կանխման մեխանիզմների ստեղծումը, ապահովելու համար, որ նեղուցը մնա լիովին բաց։ Կատարի իշխանությունների նախնական տվյալներով Ռաս Լաֆան արդյունաբերական գոտու գործարաններից մեկում հունիսի 21-ին տեղի է ունեցել ներքին պայթյուն։ Դեպքի պատճառը ըստ ներքին գործերի նախարարության եղել է տեխնիկական անսարքությունը արտադրական գործընթացների ընթացքում։ Հաղորդում է, որ քաղաքացիական պաշտպանության ծառայությունները անմիջապես ժամանել են դեպքի վայր եւ իրավիճակը վերցրել վերահսկողության տակ։ Իշխանությունները հայտարարել են, որ վտանգավոր նյութերի կամ գազի արտահոսք չի արձանագրվել եւ հանրային անվտանգության համար սպառնալիք չկա։ Հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 58 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որոնք թռչում են Մոսկվայի ուղղությամբ։ Իսկ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ առանց Ուկրաինայի ոչ ոք չի կարողանա օգնել Լեհաստանին։ Դա պարզապես անհնար է, եթե Ուկրաինան գոյություն չունենա, այլևս չի լինի պաշտպանված Լեհաստան, նշել է Զելենսկին։ Ուկրաինայի արտգործնախարարն էլ մեկ այլ բան է ասել։ Վերջինս ընդգծել է, որ Ուկրաինան թույլ չի տա, որ ուրիշները թելադրեն իր պատմությունը։ Ուկրաինան ցանկացած ոչ բարեկամական գործողության կպատասխանի հայելային ձևով։ Եվը շարունակում է բաց մնալ երկխոսության համար եւ կարծում է, որ պատմական հարցերը պետք է քննարկվեն պատմաբանների կողմից, այլ ոչ թե օգտագործվեն քաղաքական նպատակներով, նշել է վերջինս։
Նիգերի մայրաքաղաք Նիամեյում գրոհայինները հարձակվել են Դիորի Համանի միջազգային օդանավակայանի վրա, որը երկրի խոշորագույն օդանավակայանն է եւ կարևոր ռազմական օբյեկտ։ Պաշտպանության նախարարության տվյալներով հարձակման հետևանքով զոհվել է 35 մարդ, այդ թվում 11 զինծառայող, 2 խաղաբնակիչ եւ 22 գրոհային։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Ալ-Քայդայի հետ կապված Ջամա Նուսրատ ուլ-Իսլամ Ալ-Մուսլիմ խմբավորումը։ Գործողության ընթացքում ուժայինները ձերբակալել են նաեւ մոտ 20 կասկածյալի եւ առգրավել զենքի խոշոր զինանոց։